Բարի լույս գործարարալիքին միացած մեր բոլոր լսողներին եւ դիտողներին միացրել եք 106 եւ 5 հաճախականությունը, կարող եք թվային հարթակներում եւս դիտել մեր բոլոր հաղորդաշարերը։ Այս պահին թարմ ուղեղով զրույցն եք լսում կամ դիտում, իսկ առաջին խոսափողի մոտ ԼՀԿ փոխնախագահ Դավիթ Խաչատյանն է, բարև ձեզ, Խաչատյան։ Ոնց եք հասել այստեղ, որովհետեւ ճանապարհները բավականին վատ վիճակում են, այդտեղից սկսենք բողոքները այդ մասով են շատ, մարդիկ դժգոհում են վերջը ոնց պիտի մայրաքաղաքը մաքրվի այս սառույցից, ձյունել չէ սառույց է ու մերկա սառույց է, տեսնում եք աշխատանք քաղաքապետարանի կողմից ու հատկապես կենտրոնում կրկին այդ խնդրեմը կա, գոնե կենտրոնում այդպես չլիներ էլի։ Աշխատանք տեսնում եմ, բայց ուշացած, այսինքն երբ արդեն դժվար անանցանելի վիճակը ստեղծվում է, դրանից հետո փորձում են մաքրել, իմ ընկալմամբ ռեսուրսները չեն բավականացնում եւ այո, անցնում են ձյունից օրեր եւ դեռ տեսնում ենք, որ մայթերը նույն սառցակալած վիճակում են, այս առումով իհարկե ծավալները բավարար չեն եւ դա գալիս է նրանից, որ քաղաքը ամեն ինչ վերցրել է իր վրա, քաղաքային հիմնարկն է սա իրականացնում եւ այդ outsource ասվածը երբ դիմում ես մասնավորներին ուժեր ներգրավում չկա, դրա համար էլ այս վիճակն է։ Լսել եմ, ավել ճիշտ հստակ չգիտեմ, թե ոնց է այդ մեխանիզմը ոնց է աշխատում, եթե օրինակ կան ռեստորաններ, իրենք պարտավոր են մաքրել իրենց դիմացը, այո։ Ոնց է դա աշխատում, որ մասն է համայնքապետարանին, որ մասն է այդ ռեստորաններ, սրճարաններին, առհասարակ բիզնեսներին եւ որ մասն է հիմնականում քաղաքապետարանը իր վրա վերցնում։ Դրանք շատ հստակ չեն կարգավորվում, ելակետը այն է, որ հենց անմիջական դիմաց, այսինքն մուտքի մոտ ներառյալ մայթը պետք է ռեստորանները կամ այլ հասարակական օբյեկտներ մաքրություն իրականացնեն, դա ճիշտ է, դա իրավական պարտավորություն է, բայց շատ անգամ այդ վիճելիությունը կա եւ եթե դա դնենք մի կողմ, մնացյալ հատվածները քաղաքապետարանը ինքը պետք է մաքրությունը իրականացնի եւ եկեք հաշվի առնենք, որ եղանակային պայմանները այնպեսին են, որ միայն մաքրելու հարցը չի, նաեւ աղով մշակման հարց կա եւ այս իմաստով ես չեմ տեսնում, որ քաղաքապետարանը բավարար ռեսուրսներ է տրամադրում ռեստորաններին կամ հասարակական օբյեկտներին եւ ի վերջո ասենք, որ այստեղ փոխադարձ պարտավորություն էլ կա այն իմաստով, որ երբ մենք ասում ենք, որ հասարակական օբյեկտը պարտավոր է իր դիմացը բարեկարգ պահել, այդ թվում եւ ձյունը մաքրել, քաղաքապետարանն էլ պարտավոր է ենթադրենք այդ օբյեկտի դիմացի մայթը պատշաճ վիճակում պահել, դրանք փոխադարձ ազդող բաներ են եւ քանի որ կա երկու ստեկ անտարբերություն, դրա համար վերջին արդյունքում տուժում են քաղաքի բնակիչները։ Իհարկե, այն նշեցիք, որ ռեսուրսի բավարարելու խնդիր ունենք, որ ռեսուրսի, մարդկային ռեսուրսի, դեռևս մարդիկ են այս մասով աշխատողները։ Այո, եւ մարդկային եւ տեխնիկական։ Տեխնիկա համապատասխան, որպեսզի հնարավոր լինի։ Վստահաբար ոչ բավարար քանակությամբ, հատկապես փոքր բակային տարածքների համար, սա ի սկզբանե պարզ է եղել, ասեմ ձեզ, այս խնդիրը նաեւ փոխկապակցված է քաղաքի մաքրության հետ, որովհետեւ նույն կազմակերպությունն է իրականացնում եւ մեր ռեսուրսները բավականացնում են հիմնական փողոցներին եւ եթե պատկերացնենք մեկ վարչական շրջանի հաշվով կարող է 1 կամ 2 ձնամաքրող մեքենա աշխատել, այն էլ գլխավոր փողոցներում, երկրորդական փողոցները մնան եւ այս առումով փոքր տեխնիկայի բացակայություն մենք ունենք եւ բակային տարածքների ձնամաքրման եւ մաքրության այդ փոքր փոշեկուլները, որոնք կարող են մաքրություն իրականացնել։ Մինչեւ հիմա դա իրականացվում է մարդ ուժով եւ պարզ է, որ դա ոչ այնքան էֆեկտիվ է։ Զարգացած երկրներում ոնց առհասարակ այս process-ը տեղի ունենում, հետևում եք։ Մաքսիմալ ավտոմատացված այն իմաստով, որ շեշտը դրված է բակային տարածքներում փոքր մեքենաներ բանացնելու իմաստով եւ ինչքան ամեն ինչ թողնված է մարդուժի վրա, այնքան խնդիրը լրջանում է, որովհետեւ չես կարող մարդուժով այդ ամբողջ ծավալը հասցնել կամ պետք է մեծ քանակի ներգրավվածություն ապահովես։ Բայց առհասարակ քաղաքը սովորաբար ինքը չի նախագծում թե ոնց պետք է լինի մաքրությունը, դա իրականացնում է մասնավոր կազմակերպությունը, որը հաշվարկ է ներկայացնում, ասում է ինձ այսքան ռեսուրս է պետք։ Քաղաքն էլ խնդիր է դնում, թե ըստ օրերի երբ պետք է վերջին բակային տարածքը լինի մաքրված։ Եվ քանի որ մեզ մոտ սա չկա, մենք ժառանգել ենք սանիտեկից մնացած սխեման, թե ինչպես պետք է քաղաքը մաքրվի եւ ձնամաքրման իմաստով եւ աղբի մաքրման իմաստով, եւ դրա համար կարելի ասել, որ մենք
10 տարի հետ իրողությունների մեջ ենք, նոր համակարգ կամ եղած համակարգի արդիականացում Երևանում տեղի չի ունեցել։ Ցավոք սրտի, այո, եւ տեսանելի չէ։ Եվ ոչ միայն այս ոլորտում, բոլոր ոլորտներում նույն վիճակն է։ Գանք այն ամենակարևոր հարցին, որ 3 տեղի ունեցավ գերիների վերադարձ, ընդդիմությունը այդ մասով շատ լուռ էր։ Իշխանությունը դե իհարկե իրենց արած քայլը գովերքում էր, բայց ընդդիմությունը լուռ էր։ Ինչու է այդպես, պարոն Խաչատուրյան, այդ նաև քննադատություն կա այդ մասով, որ եթե լավ բան է տեղի ունենում, դա բարձրաձայնեն, դա էլ է խնդիր։ Սա գործարք էր կրկին, թե ինչ էր, ամեն դեպքում գերիների վերադարձը պիտի գործարք լինի։ Ինչու այդ մասով գոնե դրական արձագանքներ չկան ընդդիմության կողմից։ Չգիտեմ ինչու չեն արձագանքում, իհարկե բոլորս պետք է այդ հանգամանքով պայմանավորված ուրախ լինենք, բայց թույլ տվեք մի բան ասել։ Արդեն կես տարի է ամառվանից ինչ Վաշինգտոնյան համաձայնությունները ստորագրվեցին, մեզ ասում է, որ խաղաղությունը եկել է, եւ եկած խաղաղության պարագայում մի տեսակ ասել, որ մենք կարողացանք հասնել 4 գերիների վերադարձի, որի համար էլի եմ ասում, մենք բոլորս անձնապես ուրախ ենք, ինչ է նշանակում։ Հիմա այդ խաղաղությունը կար, թե չկար։ Եթե խաղաղությունը կար, ինչու ի սկզբանե դրանք չէին վերադարձում եւ ինչու են մնում դեռ գերիներ։ Եվ այս իմաստով ես կարծում եմ ամեն դեպքում քաղաքական ենթատեքստը կա եւ դա այն է, որ իմ ընկալմամբ բոլոր այն կողմերը, որոնք այսօր ներգրավված են բանակցությունների մեջ, ես կասեի Ադրբեջանը, Եվրոպական միությունը եւ ԱՄՆ-ն, ունեն կոնսենսուս, որ պետք է ամեն կերպ աջակցեն Փաշինյանին նախընտրական այս շրջանում, հակառակ դեպքում դա կարող էր ավելի վաղ ժամանակահատվածում տեղի ունենալ։ Օրինակ Ադրբեջանը կարող էր որպես բարի կամքի դրսևորում հենց օգոստոսին Վաշինգտոնյան համաձայնություններից հետո այդ ժեստը իրականացնել։ Ես կարծում եմ, որ նման ժեստերը դեռ մինչև հունիս-հուլիս կշատանան, որի համար մենք անձնապես կարող ենք ուրախ լինել, բայց քաղաքական իմաստով կարծում եմ պետք է արձանագրենք, որ Ադրբեջանը, Եվրամիությունը այդ գագաթաժողովի կազմակերպմամբ եւ ԱՄՆ-ն նաեւ վերջին այս հայտարարությամբ Վաշինգտոնից եկած ցույց են տալիս, որ կա կոնսենսուս, որ իրենք ուզում են, որ Փաշինյանը վերընտրվի։ Իսկ Արարատ Միրզոյանի եւ Ռուբիոյի հանդիպումը նոր ստորագրված փաստաթուղթը ինչի մասին էր։ Հիմքում այն էր, որ Իրանում իրավիճակը բավականին խառն է եւ անհասկանալի է, թե տարածաշրջանը ինչ նոր փուլ է թեվակողում, թե ամեն դեպքում այն պայմանավորվածությունները, որոնք կային օգոստոսի 8-ին, դրանք հիմնավորելու այլ փուլ էր։ Որ հիմքով Արարատը գնաց։ Ես կարծում եմ, որ երկու գործոններ կա, նախ եկեք նկատենք, որ Իրանից հետևեց բավականին միանշանակ եւ կոշտ հայտարարություն, բավականին։ Դե մինչև դա էլ էին հայտարարում։ Մինչև դա, եթե կհիշեք, որ օգոստոսի ստորագրումից անմիջապես հետո նախորդ դեսպաններ, եթե ես ճիշտ եմ հիշում, շատ ավելի մեղմ հայտարարություն արեց, ասելով, որ մենք քննարկել ենք հայկական կողմի հետ եւ կարծես թե մեր մտահոգությունները փարատվել են։ Նույնը արեց իդեպ ռուսական կողմը։ Եվ ինձ մոտ այդ ժամանակահատվածից տպավորություն էր, որ իրենք ընկալում են, որ սա միևնույն է չլինող պրոյեկտ է, եկեք անհարկի չսրենք իրադրությունը։ Այս անգամ բավականին կոշտ հայտարարություն հետևեց։ Իրանյան գործոնը վստահ եմ, որ կար։ Բայց մյուս կողմից էլ ես կարծում եմ, որ Վաշինգտոնյան այդ հայտարարության հենց առաջին պարբերությունը ամենախոսունն է, որ այս փաստաթուղթը իրավական որևէ հետևանք չի առաջացնում ոչ Հայաստանի համար, ոչ Ամերիկայի Միացյալ Նահանգների, ինչը ինձ համար ավելի հռչակագրային փաստաթուղթ է եւ ինչը խոսում է այն մասին, որ կրկին հաշվի առնելով որոշ ձևակերպումներ, որոնք տեղ են գտել, դրանք ավելի շատ Հայաստանում ներքարոզչական թեզեր ապահովելու համար են, որպեսզի իշխանությունները ավելի ամուր դիրքերից հանդես գան ընտրություններին։ Իսկ Միացյալ Նահանգների համար ինչ է դա։ Միացյալ Նահանգները տեսնում են, որ հայաստանյան իշխանությունները պատրաստական են սպասարկելու այն տարածաշրջանային օրակարգը, որը ունի Միացյալ Նահանգները, դրանք դիվանագիտական բնույթի են եւ երկու կողմ ունեն։ Մի կողմը դա Իրանի շուրջ
պրոամերիկյան իրադրություն ապահովելն է, մյուսը Ռուսաստանի հետ զարգացող իրադարձություններում որքան հնարավոր է տարածաշրջանից դուրս մղելը։ ԱՄՆ-ն չունի այնքան հետաքրքրվածություն, որ ուղիղ ներգրավվածություն ունենա տարածաշրջանում գետնի վրա, բայց այնքան բավարար ունի, որ առնվազն դիվանագիտական ջանք գործադրի եւ Մարկո Ռուբիոն ժամանակ հատկացնի Արարատ Միրզոյանին ընդունելու համար։ Իրենք իրենց օրակարգը այս առումով մղում են եւ եթե օրինակ մենք նայենք այդ ձևակերպումները, որոնք տրված են, կարող ենք տեսնել, որ կա որոշակի անտարբերություն ամերիկյան կողմից, որովհետեւ խոսվում է ոչ պետական ներդրման մասին, ավելի շատ ակնարկ կա, որ ի վերջո գնացեք եւ մասնավոր ներդրում գտեք դրա համար, հակառակ դեպքում վաղուց արդեն այդ գումարը հատկացված կլիներ եւ բանակցությունները ավելի առարկայական կլինեին։ Ընդհանուր փաստաթղթի մասին եթե խոսենք, ի՞նչն է այստեղ առաջնային նշանակության։ Պետք է արձանագրենք, որ հերթական անգամ պարզվեց, որ Իլհամ Ալիևի հնչեցրած պահանջը ճիշտ էր այն մասով, որ նա ասում էր, որ մեր բեռները եւ ուղևորները պետք է հայ սահմանապահների չհանդիպեն։ Հիմա մենք հասկանում ենք, չէ, որ 21-րդ դարում ամեն ինչ փաթեթավորման հարց է, ինչպես սիրուն կներկայացնենք դա։ Ալիևը իր լսարանի համար շատ հստակ ներկայացնում էր, ասում էր հայ մաքսավորի եւ հսկողի մենք չպետք է հանդիպենք։ Այս փաստաթղթում Վաշինգտոնյան դա ավելի ձևակերպված է գեղեցիկ կերպով, կլինի front office, որը չեն լինի հայեր, չեն լինի Հայաստանի պետական մարմինները եւ կլինի back office, որը կլինի Հայաստանի պետական մարմինը եւ գուցե թե նաեւ որոշակի վերահսկողություն։ Հայկ Կոնջորյանը հանրայինի եթերում երեք հակառակն էր ասում լիովին, որ ամեն ինչ Հայաստանի վերահսկողության տակ է կամ մեծ մասամբ եւ այն խոսակցությունները, որ այ նման տրամաբանությամբ պատտվում էին, դրանք իրականությանը չեն համապատասխանում։ Ես բառացի ասում եմ այն ինչ որ գրված է այդ փաստաթղթում, որտեղ հստակ արձանագրված է, որ կա front office, որը կարող է մեր հայրենակիցների մի մասի համար շատ հարազատ ձևակերպում չի, բայց դա նշանակում է, որ առաջինը ադրբեջանցի բեռները, ուղևորները հանդիպելու են ոչ Հայաստանի պետական մարմինների ներկայացուցիչներին եւ հետո ինչ ընթացակարգեր տեղի կունենան, դա շատ հստակեցված չէ, բայց հստակ է, որ այն մասնավոր կազմակերպությունը, որը կներգրավի, հենց նա էլ կդիմավորի ուղեբեռներին։ Հիմա ես մի պարզ հարց եմ տալիս։ Հայաստանը ունի 3 սահմանային անցակետ՝ Մեղրիում, Բագրատաշենում եւ Բավրայում։ Այդ որտեղ իրանցի ուղևորը կամ ուղեբեռը կամ վրացի ուղևորը չեն հանդիպում հայ մաքսավորների։ Ունենք մենք նման օրինակ։ Չունենք։ Այսինքն հայ մաքսավորը, ինչպես ցանկացած նորմալ երկրի դեպքում, հանդիպում է եկող օտար պետությունից ուղևորի եւ իրականացնում համապատասխան ստուգումներ։ Հիմա այս ճանապարհի դեպքում չի լինելու։ Այսպես կամակորության հարց է Ադրբեջանի կողմից, թե պարզապես այն ինչ որ իրենք ուզում են տեղափոխել, չեն ուզում որ քննարկվի դա հայկական միջավայրում։ Իհարկե, ի սկզբանե խոսքը եղել է հսկողության ռեժիմի առանձնահատկությունների մասին եւ բառացիորեն գրված է, որ Ադրբեջանը Նախիջևանին կապող այդ ճանապարհը պետք է ունենա առանձնահատուկ ռեժիմ։ Կներեք, Ադրբեջանի հետ մենք նոր ենք սկսում հարաբերություններ կարգավորել, չէ՞։ Իրանը եւ Վրաստանը մեզ համար բարեկամական պետություններ են։ Հիմա մենք մեր բարեկամական պետությունների համար առանձնահատուկ որևէ կարգավորումներ չունենք, բայց Ադրբեջանի համար ունենք, այդ ինչն է այդտեղ հարցը։ Ակնհայտ է, որ դա Ադրբեջանի պահանջն է, ոչ բարեկամական պահանջը, հաղթածի դիրքերից պահանջը, եւ Հայաստանը կատարում է այդ պահանջը։ Հիմա եթե անկեղծ լինեն, ասեն, հա, կատարում ենք, որովհետեւ իրավիճակն է այդպեսին, ելի միտեղ կհասկանանք, բայց իրենք հակված են իշխանությունները մեր քաղաքացիներին ստելու, ասելու, որ ամեն ինչ լավ է, իդեալական է, մենք ժամանակակից տեխնոլոգիաներ ենք ներդնում։ Դե ներդրեք Վրաստանի սահմանում։ Գալիս է ամսի 30-ը մարդիկ գնում են նոր տարին ենթադրենք Թիֆլիս նշելու, կիլոմետրանոց հերթեր են լինում։ Այդքան արդիականացնող եք այն սահմանը, մեր բարեկամական սահմանը արդիականացրեք։ Իրենք այլընտրանք են փնտրում։ Որովհետև ID քարտով են մարդիկ անցնում։ Իրենք այլընտրանք չեն փնտրում, իրենք տալիս են այլընտրանք Ադրբեջանին, այլընտրանք Իրանից կախվածությունը թույլատնելու, այլընտրանք վրացական ճանապարհին եւ այլընտրանք, որի մաքսային ռեժիմը հսկողությունը ըստ այդ փաստաթղթի բազմապատիկ ավելի մեղմ է, քան
Վրաստանի եւ Իրանի դեպքում դուք պատկերացնում եք Ադրբեջանը գնար Վրաստանին եւ ասեր, քանի որ Թուրքիան մեզ համար բարեկամական պետություն է, մենք խնդրում կամ պահանջում ենք, որ մեր հսկողությունը լինի այլ կերպով իրականացնող, քան օրինակ ռուս-վրացական կամ վրաց-հայկական սահմանը։ Չէր կարող նման բան լինել, որովհետեւ Վրաստանը դա թույլ չէր տա։ Հիմա Հայաստանը այնպիսի գեղեցիկ իշխանություններ ունի, որ դրա հետ համակարծիք է, ինչի որտեղ ընտրություններ կան դիմաց։ Պարոն Խաչատյան, Իրանի մտահոգությունները նաև այն մասով են, որ այ կախվածությունը հնարավոր է հայկական կողմի թուլանա եւ իրենք ազդեցության այսպես լծակները կտրեն։ Այդ մասով խնդիր տեսնում են իրենք, թե հիմնականում իրենց սահմանների հարցով են մտահոգված։ Կարծում եմ սահմանների հարցով են մտահոգված եւ այն հարցով, որ արտատարածաշրջանային պետություն միջամտում է տարածաշրջանի գործերին, որը հետագայում կարող է վերածվել գետնի վրա ներկայության, կարող է չվերածվել։ Ինչու չեն ներկայացնում Ադրբեջանին, լավ։ Իրենք Ադրբեջանի հետ ավելի բարիդրացիական հարաբերություններ ունեն, չէ՞։ Չի ասի, իրենց հարաբերությունները Իրանի եւ Ադրբեջանի բավականին կնճռոտ են եւ Իրանը բարդ իրավիճակում է եւ չի կարող այդպես հեշտ պահանջներ ներկայացնել թե Հայաստանին, թե Ադրբեջանին եւ դրա համար էլ Հայաստանն էլ եւ Ադրբեջանն էլ անտեսում են։ Դժգոհում են անդադար յուրաքանչյուր քայլից հետո Ադրբեջանին չեն կարողանում դա ասել։ Գիտեք, ցանկացած իրավիճակում բարեկամական թե ոչ բարեկամական ուժեղին դժվար է ինչ-որ բան պարտադրելը, բայց եկեք մի բան էլ ֆիքսենք։ Իրանի հիմնական սահմանը դեպի տարածաշրջանից դուրս գնացող քիչ թե շատ բարեկամական պայմաններում Հայաստանի հետ է, անկախ նրանից Արցախի հետ կապված ինչ դիրքորոշում է նրանք ժամանակին ունեցել, հայ-իրանական հարաբերությունները բազմապատիկ ավելի ստրատեգիական նշանակության դրական իմաստով են, քան Ադրբեջանի հետ, եւ ի վերջո չմոռանանք նաեւ Ադրբեջանի եւ Իսրայելի հատուկ հարաբերությունները, որոնք լրջագույն խոչընդոտ են։ Դե այդ մասով իրենք շատ բան չեն էլ ասում Իսրայելի մասով։ Որովհետեւ կարող են այդտեղ շատ դժգոհություններ ունենալ։ Ինչու, որովհետեւ Ադրբեջանը շատ ավելի զգույշ է նման հարցերում, քան Հայաստանը։ Ալիևը Ես տպավորություն ունեմ, որ Ադրբեջանը տարածաշրջանում է իրեն հաղթող համարում, ոչ միայն Հայաստանի հանդեպ։ Այո, միանշանակ, որովհետեւ Ալիևը տարածաշրջանային իրողությունները հասկանում է։ Նա կարողանում է օգտվել եւ հայ-ռուսական վատ հարաբերություններից եւ ռուս-ադրբեջանական վատ հարաբերություններից է կարողանում օգտվել։ Հայաստանը չկարողացավ օգտվել ոչ հայ-ռուսական վատ հարաբերություններից, ինչ որ ավել հնարավորություններ բերելու Եվրոպայից կամ ԱՄՆ-ից, եւ ոչ էլ կարողացավ օգտվել ռուս-ադրբեջանական վատ հարաբերություններից։ Այս իմաստով Ալիևը փայլուն խաղում է, գիտի երբ հարաբերությունները սրի թե Իրանի հետ, թե Ռուսաստանի հետ, եւ երբ այն կարգավորի։ Եվ երկու դեպքում էլ նա շահած է դուրս գալիս մեր նկատմամբ։ Սա ամենացավալին է, եւ այո, երկու պետությունն էլ Իրանն էլ Ռուսաստանն էլ Ադրբեջանից լրջագույն կախվածության մեջ են, կախվածություն ասվածը գուցե մի քիչ չափազանցեցած ասեցի, բայց նկատի ունեմ այն տնտեսական հարաբերությունները, որ ունեն օրինակ գազամուղերը կապող Ռուսաստանը Իրանին, դրանք կարևոր գործոններ են, իսկ Հայաստանը այդ պրոյեկտների արանքում դեռ հյուսիս-հարավ է փորձում ավարտել։ Պարոն Խաչատյան, այ ձեր խոսքի մեջ քանի անգամ ասեցիք, որ ընտրությունների նախաշեմ է, դրա համար նաև այսպիսի զարգացումներ կան ու աջակցություն կա Փաշինյանին, թե եվրոպական կողմից, թե ադրբեջանական կողմից, ընդդիմությանը աջակցողներ չկան դրսից։ Չեմ կարծում, ոչ, այս իմաստով Փաշինյանի համար բավականին բարենպաստ պայմաններ են ստեղծվել եւ նա օգտվում է այդ արտաքին աջակցությունից, բայց եկեք ճիշտ հասկանանք, այդ արտաքին աջակցությունը ուղղված չի մեր պետությանը, այդ արտաքին աջակցությունը ուղղված է իր քաղաքական դիրքերը ամրացնելուն։ Հայաստանին որևէ առարկայական աջակցություն առ այս պահը որևէ կողմից մենք չենք ստացել, ինչու որովհետեւ հիմնական ֆոկուսը հենց ընտրություններն են։ Հիմա եթե հայտարարությունը հռչակումը մենք կարդանք, ես կարծում եմ մեծամասամբ այս փաստաթուղթը հայկական կողմն է առաջարկել եւ Վաշինգտոնն էլ համաձայնվել է, ինչու որովհետեւ իրենք իրավիճակը շատ լավ հասկանում են։ Էլ ում հետ պետք է իրենք այդպես կարողանան աշխատել, նվազագույն ջանքով առավելագույն արդյունք ստանալ, եթե Հայաստանում չլինեն այս իշխանությունները։ Դոնալդ Թրամփը գոնե ամիսը մեկ անգամ շեշտում է, որ ինքը Հայաստանի եւ Ադրբեջանի միջև կարողացել է խաղաղություն հաստատել։ Լավ, մի օր
արխիվները երբ կբացվեն, པարզ կդառնա ինչ բանակցություններ են եղել, ի վերջո կարող է պարզվի, որ 2-3 օրվա բանակցությունների հարց է եղել եւ իրենք այսպես մատների արանքով արագ ստացել են այդ փաստաթուղթը, Տրամփն էլ 30 րոպե մասնակցել է այդ process-ին, արարողակարգին եւ այդքանը։ Հիմա դրա արդյունքում մենք հասկանում ենք, չէ, որ նվազագույն ջանք դրեցին, տեսան, որ մի հերթական, ինչպես ասում են, գալոչկա դնելու հնարավորություն կա, արեցին դա, եւ ես դրանում ոչ թե մեղադրում եմ ամերիկյան ադմինիստրացիային, այլ նրան, որ Հայաստանի առաջնահերթությունը ներքաղաքական շահ սպասարկելն է, ներքաղաքական բանավեճում հաղթող դուրս գալն է։ Իսկ ընդդիմության օգնությունը այս պահին միայն հայ ժողովուրդն է։ Ես Ձեր մասով ինչ կասեք։ Ես կասկածում եմ, որ առհասարակ հավաքական իմաստով եկեք ֆիքսենք, որ ընդդիմություն չկա, կան առանձին ընդդիմադիր ուժեր։ Դե դա Նիկոլ Փաշինյանի հաղթանակն է։ Միանշանակ, այսինքն պատկերացրեք, որ անգամ 21 թվականի ընտրություններից հետո ընդդիմությունը դասեր չքաղեց այն առումով, որ չի լինի այսպես եւ համախմբում է պետք եւ հիմա կրկին մասնատված վիճակով գնում է ընտրությունների։ Սոցիոլոգիան, ինչպես ասում են, ցույց է տալիս, որ Փաշինյանը չունի մեծամասնություն, այն կազմում է 40-45% աջակցություն, որը քիչ չի։ Բայց հարցը նրանում է, որ եթե այսքանից հետո նույնիսկ շատ է, ես կասեի։ Լավ, ենթադրենք 40-45 էլ չի, 30-35, էական չի։ Էականն այն է, որ ընդդիմադիր ձայները չեն թրծվել այնքան, որ վստահ լինենք, որ ամբողջ ծավալով գնալու են ընտրական տեղամասեր եւ ի վերջո դառնան ընդդիմության հաղթանակը։ Ինչու, որովհետեւ ակնկալվում է ձայների մեծ փոշիացում։ 21 թվականի ընտրություններին, որ ուժի հետ մենք հանդիպում էինք ինչ որ բանակցելու հնարավոր դաշինքային ֆորմատով, երևի 10 ուժի ենք հանդիպել, 10-ից յուրաքանչյուրը ասում էր մենք առնվազն 15% ձայն տանելու ենք։ 150%-ի չափ մոտավորապես ձայներ մենակ այն ուժերի հետ, որ մենք հանդիպեցինք, իսկ 20 քանի ուժ մասնակցեց։ Հիմա ես նույն իրավիճակն եմ տեսնում, իմ համար ամենասարսափելին սրանում է եւ ցավոք սրտի այդ միավորումն էլ տեղի չի ունենում։ 12 թվականին 2012 Վրաստանում ընդդիմությունը հաղթեց Սաակաշվիլիին, շատ նման իշխանություններ են իդեպ առումով Սաակաշվիլին էլ էր եկեղեցու դեմ արշավ իրականացնում։ Զուտ այն պատճառով, որ տեղի ունեցավ ուժերի խոշորացում, Իվանաշվիլիի ուժը 5 կուսակցությունից էր բաղկացած, բազմաթիվ անհատներից տարավ 55%, Սաակաշվիլի ուժը 45%, եւ երկու ուժ անցավ խորհրդարան։ Հիմա այս իրավիճակը, որ մենք ունենք, հեչ դրան նման չի։ Ամեն դեպքում ձեզ կտեսնենք ազգային ժողովում այս տարի։ Մենք շարունակում ենք այս ուղղությամբ աշխատել եւ ասում ենք, որ խոշորացում պետք է տեղի ունենա։ Եթե խոշորացում ձևաչափով եք գնալու ընտրությունների։ Այս պահին անգամ դա, տեսեք, ինձ համար որպես Դուք էլ չեք քննարկել։ Տեսեք, սա իմ 3-րդ կամ 4-րդ խորհրդարանական ընտրությունն է։ 17 թվականին, 18-ին, 21-ին սա 4-րդն է։ Ես չեմ հիշում մի ժամանակահատված, քարոզարշավին 3 ամիս է մոտավորապես մնացել, ամբողջ մայիսը լինելու է քարոզչական։ Ես չեմ հիշում մի ժամանակահատված, որ քաղաքական դաշտը, ընդդիմադիր հատկապես, այսքան սպասողական վիճակում լինի։ Լավ, ինչին եք սպասում, բան Խաչատրյան։ Մենք չենք սպասում ոչ մի բանի, մենք ասում ենք եկեք խոշորանանք։ Նիկոլ աշխատում է շատ ակտիվ։ Այո, մենք չենք սպասում։ Նախորդ տարվանից 25 թվականի սկզբից սկսել ենք բանակցություններ տարբեր ուժերի հետ, տարբեր ձևաչափերով եւ ասում ենք եկեք խոշորանանք։ Առանձին մասնատված գնալու ենք, եթե նույնիսկ մի մասը անցնի խորհրդարան, ունենալու է լավագույն դեպքում ընդդիմադիր մանդատներ, պետք է խոշոր ընդդիմադիր բևեռ լինի, որ Փաշինյանին հնարավոր լինի հաղթել։ Ես չեմ տեսնում դեռևս, որ ընդդիմադիր ուժերի շրջանում այդ տրամադրվածությունը կա։ Եթե չասեմ, որ հակառակ տրամադրվածությունն եմ տեսնում, բոլոր ուժերը, որ ակնհայտ 1-2%-ից ավել չունեն, արդեն իրենց վարչապետի տեխնացուներին հայտարարել են եւ ասում են այդպես կմասնակցենք։ Մասնակցեք։ Լավագույն դեպքում, եթե հաղթահարեն 4% շեմը, պետքա գնան Փաշինյանի ընդդիմությունը աշխատեն այդ պայմաններում։ Մասնակցեք, եթե ձեզ դա է պետք, եթե ուզում եք լինել պարլամենտական ընդդիմություն, հարց չկա, գնացեք մասնակցեք։ Միևնույնն է, կյանքը ոչ սկսվելու է 26 թվականով, ոչ ավարտվելու։ Դե երևի բոլորը գայթակղված են 3 միլիոն պարգևավճարներից։ Շատ հավանական է, բայց ավելի վատ բան ասեմ։ Այսինքն բոլոր այն ահազանգերը, որ ընդդիմադիրները հնչեցնում են,
թե ինչքան ծանր է վիճակը այսօր եւ ինչքան ծանր կարող է լինել վաղը, եւ որ մենք դեռ վճարելու ենք այն զիջումների գինը, որը իրականացրեց Փաշինյանը, եւ դրանից հետո մտածում ենք, չէ, մենք չխոշորանանք, մենք մեր ուժերով գնանք, չենք համակրում այս ուժին, չենք համակրում այն ուժին, եկեք առանձին մասնակցենք, եթե պարտվենք էլ առանձին պարտվենք, եթե հեսա մոտեցումը ուրեմն իրենք այն մտահոգությունները, որ բարձրաձայնում էին, այդքան էլ լուրջ չէին վերաբերվում դրանց։ Շնորհակալություն, պարոն Խաչակյան, մեր լսողներին եւ դիտողներին հիշեցնեմ, որ իմ զրուցակիցը Դավիթ Խաչակյանն էր, Լուսավոր Հայաստան կուսակցության փոխնախագահը, իսկ ձեզ համար Մոնիկա Մամյանը աշխատեց, կհանդիպենք։